Ռազմական շքերթ, թե նախընտրական բեմադրություն։ Փաշինյանը շաբաթներ առաջ, երբ որ մարզերում էր, գյուղացիներին ասում էր, այդ միլիարդների պարտքը որ ավելացել է, զենք ենք գնել են էլի, ու ասում էր, խմբեր կազմեք, տանենք ձեզ ցույց տանք, հետո ասում էր ուզողները այնքան շատ են, որ պետք է ինչ-որ մի միջոցառում կազմակերպենք, այդ զենքերը բոլորին ցույց տանք, հետո էլ հետևից հայտարարում էր, բայց դե մենք խաղաղության մեջ ենք, հուսով ենք, որ հարևան Ադրբեջանը դրանից չի նեղվի, դա այլ կերպ չի ընկալի։ Այսինքն նույնպես Փաշինյանի խոսքը երբ նայում ենք, իր այսօրվա իրականացրածը, մայիսի 28-ի, նախընտրական քարոզչական բեմադրություն է, այլ ոչ ավելին։ Եվ այս համատեքստում կարևոր մի բան էլ ասեմ, երբ նա խոսում է, ասում է զրոյից բանակ ենք սարքել, որը իդեպ չափելի չի, տեսանելի չի, զենքի որակներով չի։ Այդ զրոյից բանակ սարքելը ինքը խոսում է այն բանակի մասին, որը պատերազմներում հաղթել է, որ Արցախ էր պահում, որին ինքը տարավ պարտության։ Հետո զրոյից հավաքել է անհայտ է, թե ինչ է հավաքել է, թե հավաքել է։ Այն զենքերը, որ այսօր ցուցադրել է, ես մի բան եմ ուզում բոլորին հիշեցնել, բանակը, մարտունակությունը դա միայն զենքը չէ, զենքի որակը չէ, դա կիրառելն է, համակարգն է եւ դրա կառավարումը ոչ միայն մարդու կողմից, այլ նաեւ լոգիստիկ եւ նյութական վառելիքա-էներգետիկ առումով։ Հայաստանի Հանրապետությունը վառելիքա-էներգետիկ առումով գիտենք, կախվածություն ունի Ռուսաստանից եւ Իրանից խոշոր չափով։ Հիմա երբ հարաբերությունները սրվում են Ռուսաստանի հետ, ենթադրենք մարդիկ կան հավատում են, որ Փաշինյանը ինչ-որ մի բան է անում բանակ ուժեղացնելու նոր զենքեր է գնել։ Այդ զենքերը ում վառելիքով են աշխատելու։ Եթե ռուսները մի օր որոշեն, որ Հայաստանին այլևս վառելիք չեն վաճառում կամ պարսիկները, որը ավելի հավանական է դառնում, քանի որ եթե չգիտեք հիշեցնեմ կամ մոռացել եք, ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ շարունակվում է, դեռ Հորմուզի նեղուցի շուրջ բանակցում են, դեռ ԱՄՆ-ի Տրամպը հայտարարում է, որ եթե բանակցությունները չստացվեն, ելի ենք Իրանին հարվածելու, այսինքն այստեղ խնդիրների մի ամբողջություն է, որ չենք կարող հաշվի չառնել։ Իրանի հետ կապված նաև նշեմ, որ նույն Իրան-ամերիկյան պատերազմում Իրանը ունենալով զարգացած առաջադեմ զենքեր օգտվում էր ռուսական եւ չինական նավիգացիոն համակարգերից, այսինքն օժանդակում էին իրեն դրանում։ Հիմա ցանկացած զենք, երբ չունի վառելիք, երբ չունի նավիգացիոն համակարգեր, իսկ մենք մեր սեփական արբանյակը չունենք, էդ էլ հիշեցնեմ։ Դրանք ոնց են կառավարվելու եւ ինչպես է այդ բանակը համարվում զրոյից կառուցած եւ ուժեղ։ Եվ հետեւաբար այս ամեն ինչը սուտ է, միֆ է, քարոզչական հնարք։ Եվ հաջորդիվ մի բան էլ ասեմ։ Պարսկաստանի հետ հարաբերությունների մասով, որը անկասկած վատանալու է այս տեմպով շարունակվելու դեպքում, այդ թրիպ կոչվածը, որը միջանցք է թուրքական աշխարհները կապող, օրեր առաջ Ռուբիոն եկավ չբարեհաճեցել ժամանի մեր կառավարական նստավարել, օդանավակայանում ստորագրեց հուշագիր հանքերը Հայաստանում շահագործելու, sense եղելության մեջ, իրողության մեջ, հենց դա է շահագործելու կոպիտ ասած քերել տանելու մասին, եւ սա նա է, ինչի մասին ես խոսում եի թրիպ միջանցքի շրջանակներում եւ Հայաստանում ամերիկյան օտար, ավելի ճիշտ կարելի ասել, սնուցմամբ աշխատող, անկախ ձևացող քաղաքացիներ իբր թե իրազեկող ծաղրածուներ ասում են չկա նման բան։ Հիմա կարծում եմ բոլորը արդեն տեսնում են, թե ինչպես է այդ ամեն ինչը միս վարում ստանում, այսինքն այդ ամերիկացիների խոստացած, որ ձեզ կոպիտ ասած կբռնաբարեն, բայց չեն սպանին, ունի գին։ Այդ գինը հայկական հանքերն են, քերենք տանենք, թուրքերին միջանցքը, մեզ հանքերը, այս ամերիկյան աջակցությունը, հայերին էլ Նիկոլը, որը շարունակի կեղեքել իր կեղծ ժողովրդավարությամբ, սրան նրան բանտարկել, ով դուրը չի գալիս, ով իր դեմ է խոսում, եւ սրա անունը դրել են զարգացում եւ ապագա եւ անվտանգություն։ Սա բացարձակ ճշմարտությունն է, ով սա չի տեսնում, կամ կույր է, կամ ուղղակի մտածելու խելքի հետ խնդիրներ ունի, որին մենք իհարկե չենք կարող օգնենք, եւ մենք այս զրույցը, ես ինքս այս զրույցները անում եմ հայերի համար, որպիսի մենք ունենանք միասնություն, զգոնություն եւ հունիսի 7-ին բոլորով ինչքան կարող ենք գնանք եւ մերժենք 16 համարին, որպիսի չկարողանա վերարտադրվի հային կեղեքող իշխանությունը։ Լավ եղեք։